Գյումրիում ձերբակալված 37 հոգուց 13-ին դատարանը կալանավորել է։ Ձերբակալված անչափահաս տղայի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ երկրից բացակայելու արգելքը։ Կալանավորվածների մեջ է մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Նա ծնունդով Գյումրիից է, ծանրամարտի Հայաստանի հավաքականի լեգենդար մարզիչ երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդին։ Մեր ձևով շարժումը Մխիթարյանի կալանավորումը համարում է ապօրինի եւ քաղաքական հետապնդում։ Հոկտեմբերի 20-ին Վարդանանց հրապարակում աշխատող լրատվականների ուղիղ եթերներում երևում է այն պահը, թե ինչպես է Ռուբենը ձեռքերը վեր պարզած փորձում հանգստացնել ոստիկաններին եւ քաղաքացիներին։ Հաջորդ կադրում արդեն տեսնում ենք, թե ինչպես են Ռուբենին ոստիկանները բերման ենթարկում։ Գիշերը դատարանի բակ ընկերոջն աջակցելու են գնացել մեր ձևով շարժման անդամները։ Իրադարձություններից տեղակ լինելով մեկնել էր հայրենի քաղաք որպես փաստաբան եւ ներկայացել էր որպես փաստաբան, որից հետո երբ ոստիկանների եւ մեր ժողովրդի մեջ ջուր իրարանցում էր նկատել, արագ գնացել էր հետեք եւ ձեռքերը բարձր, ափերը բաց, փորձել էր հորդորել խաղաղություն։ Տեսանյութերը նայելով նրա արարքի մեջ ես անձամբ չեմ տեսել ոչ մի բան, որ հնարավոր է իրավապահ մարմինները տեսնեն որպես հանցագործություն։ Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Արմավիր քրեակատարողականի կալանավորը հիվանդանոցի պատուհանից թռել է եւ փորձել փախչել։ Քրեակատարողականի ծառայողը նախազգուշական կրակոց է արձակել օդ, սակայն կալանավորը չի կանգնել։ Ծառայողը կրակել է կալանավորվածի ոտքին, կանխելով նրա փախուստը։ Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ կալանավորվածին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հունվարի 27-ը կսահմանվի որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռուբեն Ռուբինյանի եւ անկախ падգամավոր Գեգամ Նազարյանի նախագծին։ Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի հետ Հայդատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկել են Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախայության Արցախ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային վտանգված ժառանգության պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պատանդարված հայ գերիների ազատ արձակման հարցերը։ Երևանի Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի եւ կկոչվի ազգային հերոս բարերար երջանկահիշատակ Քր Քրքորյանի անվամբ։ Որոշումն ընդունվել է Երևանի ավականու այսօրվա նիստում։ Եվրամիության երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը ներառում է նաև Ռուսաստանի բնական գազի ներմուծման արգելք։ Նախաձեռնությանը միացել են բոլոր անդամ երկրները, մինչև վերջին պահը Սլովակիան չէր հաստատել փաստաթուղթը, Եվրամիությունից պահանջելով էներգետիկ գների, ինչպես նաև կլիմայական քաղաքականություն, մեքենաշինական եւ ծանր արդյունաբերության պահանջներին համապատասխանեցնելու երաշխիքներ։ Ռուսական կապույտ վառելիքի ներկրումը կարգելվի երկու փուլով։ Կարճաժամկետ պայմանագրերը կդադարեցվեն 6 ամիս անց, իսկ երկարաժամկետները 2027 թվականի հունվարի 1-ից։ Նոր պատժամիջոցների փաթեթը նաև սահմանում է ճամփորդական սահմանափակումներ ռուս դիվանագետների համար եւ ընդլայնում է Մոսկվայի ստվերային նավատորմի ցուցակը, ավելացնելով եւս 117 նավ, հիմնականում նավթատարներ։ Բացի այդ, սահմանափակումների ցուցակում ներառվել են ղազախական եւ բելառուսական բանկեր։ Պատժամիջոցների ցանկում կհայտնվեն նաև չինական նավթային արդյունաբերության 4 կազմակերպություններ, սակայն նրանց անունները հրապարակվելու են ավելի ուշ։ Ուկրաինան ողջունել է պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը, նշելով, որ Կիևի մի շարք առաջարկներ ներառվել են դրանում։ Պատժամիջոցների ավելացմանը միացել է նաև Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնը ռուսական էներգետիկ հսկաների Ռոսնեֆթի 28 եւ Լուկոյլի 6 կառույցների հետ գործակցությունը դադարեցնելու համար 1 ամսյա ժամկետ է սահմանել։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ սահմանափակումները վերաբերում են ցանկացած կառույցի, որտեղ Ռոսնեֆթը կամ Լուկոյլը ունեն ավելի քան 50% բաժնեմաս, նույնիսկ եթե այդ կառույցները ուղղակիորեն նշված չեն պատժամիջոցների ցուցակում։ Լրագրողների հարցին, թե ինչու է ԱՄՆ նախագահը հենց հիմա ավելացրել Ռուսաստանի դեմ սահմանափակումները, Թրամփը պատասխանել է. Ես զգացի, որ եկել է իրական պահը։ Մենք արդեն երկար ենք սպասել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինային տոմահակ հեռահրթեւավոր հրթիռներ տրամադրելու Զելենսկու խնդրանքը։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ Ուկրաինային տրամադրել այդ հրթիռները։ Շատ մարդիկ չեն գիտակցում, բայց տոմահաքերի հետ մի խնդիր կա։ Դրանց ճիշտ օգտագործումը պահանջում է առնվազն 6 ամսից մոտ 1 տարի ուսումնառություն։ Ուստի միակ տարբերակը, որ դրանք մենք պետք է գործարկենք, իսկ մենք դա չենք անի։ Հանդիպման ընթացքում Թրամփը նաև ասել է, որ միայն ԱՄՆ-ն գիտի ինչպես է պետք օգտագործել հրթիռները եւ պատրաստ չէ այդ գիտելիքը փոխանցել ուրիշներին։ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային, իսկ վերջինս իր խոսքերով Ռուսաստանի խորքերին հարվածելու համար օգտագործում է բացառապես եվրոպական արտադրության հրթիռներ, ասել է ԱՄՆ ղեկավարը։ Անդրադառնալով Ռուսաստանին, Թրամփը հայտարարել է, որ իր համոզմամբ Մոսկվան ցանկանում է վերահսկել ամբողջ Ուկրաինան, սակայն ինքը չի պատրաստվում թույլ տալ նման զարգացում։ Նա հույս ունի, որ Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները երկար չեն գործի եւ նշել, որ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինը կարող է զգալի դեր ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի հարցում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ չեղարկել է Բուդապեշտում նախատեսված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացառել նման հանդիպան հնարավորությունը մոտ ապագայում։ Երեկ ռուսական կողմը հերքել էր հանդիպան չեղարկման մասին լուրերը, դրանք որակելով կեղծ եւ բամբասանք։